Սիրելի սիսյանցիներ, սիրելի ընկերներ, ձեզ տեսնելով առաջի բանը, որ ուզում եմ ասել, շնորհակալություն, ձեր կեցվածքի, ձեր պահվածքի, մենք գիտենք ինչ հալածանքների մեջով եք անցես ընթացքում, գիտենք մեր ընկերները ինչ վերաբերմունք են արժանացել այս իշխանությունների կողմից, ինչ քրեական գործեր, բայց այս ամեն ինչի մեջ ամենակարևորը հետևյալն է, որ այս տեսակն է պահում մեր երկրի դիմադրությունը, այս տեսակն է պահում այն ինչ որ ունենք, քանի դեռ այս տեսակը կա, այս մարդիկ կան, որ չեն հաշտվել, չեն համակերպվել եւ շարունակ են անձնազոհության գնով պայքարել Հայաստանի ինքնիշխանության եւ ամբողջականության համար, վստահ եղեք, ոչ Նիկոլը, ոչ Ալիևը, ոչ էլ որևէ մեկը կկարողանա հաղթել մեր ժողովրդին։ Հետևաբար շնորհակալություն ձեզ, ձեր տեսակի համար։ Նայեք, այս մարդու հիմնական խոսույթը ինչ է Ժողովուրդ ջան, ինչ է ձեզ բոլորին ասում։ Ասում է, որ բերելու եմ խաղաղություն։ Տեր կանգնեք ձեր խաղաղությանը։ Տեսեք, Թուրքին բերել է, նստացրել է Սիսիանի գլխին, եկեք ձեզ համոզում է, որ խաղաղություն է բերել։ Եկեք ձեզ ասում է խաղաղությանը տեր կանգնեք։ Մի առիթով ասել ենք ժողովուրդ, սա խյով է սկսում, բայց խաղաղություն չի։ Իր ասածը խարդախություն է, խաբեություն է, խառնակչություն է, բայց երբեք խաղաղություն չի։ Ինքը ըստ էության ձեզ որ ասում է տեր կանգնեք խաղաղությանը, իրականում ասում է տեր կանգնեք պարտությանը, տեր կանգնեք նվաստացմանը։ Իր առաջարկը մեր ժողովրդին, այս օրերին սա է։ ՔՊ-ի ծրագիրը, եթե ուշադիր նայեք Ժողովուրդ ջան, ամենակարևոր եւ էական բանն է։ Խոստումները Նիկոլ Փաշինյանի մեր ժողովրդի հետ կապ չունի։ Այդ խոստումները ձեզ ուղղված չի։ Դա ըստ էության պարտավորություն է Ալիևի առաջ։ Ինչ է ասում։ Ասում է գամ, որ Հայաստանից նոր տարածքներ հանձնեմ, գամ ցեղասպանությունը ուրանամ, գամ հռչակագիրը սահմանադրությունը փոխեմ, անկախության հռչակագրից հրաժարվեմ։ Այս ամեն ինչի մեջ ժողովուրդը որտեղ է։ Այդ խոստումները ձեզ ուղղված չի։ Ինքը, որ ասում է ժողովրդի ծառան եմ, Նիկոլը Ալիևի ծառան է։ Այս ժողովրդի հետ կապ չունի։ Ինքը Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամին է։ Նայեք, սրանց սրիկայության աշճանը պատկերացնելու համար, էլի, քիչ առաջ խոսել ենք դրա մասին։ Այս օրերին վատացնելով հայ-ռուսական հարաբերությունները, փճացնելով այս ամեն ինչը, հասցնելով ծայրահեղ մակարդակի, հիմա մեր ժողովուրդը այս օրերին կրում է սրա հետևանքները։ Այս օրերին դուք տեսնում եք Հայաստանից արտահանվող ապրանքների բազմաթիվ ֆուրեր կանգնած է սահմանին եւ հայկական արտադրանքը բերքը փճանում է եւ թափում է։ Ինչ են երկորած հանցերում պտտացնում, որ Ռոբերտ Քոչարյանը եւ մի շարք ընդդիմադիր ուժեր կաշառելով ռուսական պաշտոնյաներին թույլ չեն տալիս հայկական արտադրանքը մտնի ռուսական շուկ։ Այս աշճանի սրիկայություն հնարավոր չի գտնել։ Սրանք մեր ժողովրդին ներողություն, իրոք հիմարի տեղ են դրել։ Արա բա ասում ես Պուտինի հետ վերջի տարիներին 200 անգամ հեռախոսով խոսել եմ, իմ ավակ ընկերն է։ Եթե ընդդիմադիր ուժերը կարողանում են մի զանգով այդ հարցերը լուծեն, բա դու ինչ ես անում, մեխի գլուխ ես, թե ինչ ես։ Թե էլի հերթական անգամ քո ձախողումը փորձում ես բարթես մյուսների վրա։ Անպատասխանատու տգետ սրիկա, որը փորձում է ժողովրդին տանի այս ճանապարհով եւ հերթական ձախողումը փաթաթել ժողովրդի վրա։ Էսա իրականությունը ժողովուրդ։ Ու ամենահետաքրքիր բաներից մեկը, մենք ստիպված ենք լինում սրա շարքին պատասխանելու։ 3 հանդիպումներից մեկի ժամանակ ուղիղ հայտարարում է, որ 1045 թվականից մենք պետություն, պետականություն չենք ունեցել, այս տարածքում տարբեր ազգեր են ապրել, երբեմն հայեր այս տարածքում փոքրամասնություն են եղել։ Ժողովուրդ, այս Ալիևը չի ասում։ Ալիևը այսքան լկտի արտահայտություններ հայ ժողովրդի նկատմամբ չի արել։ Այս արտահայտությունը արել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այո,
հողա նախապատրաստում, որպեսզի նոր տարածքներ հանձնի ու գասի ով էր ասում, որ Սյունիքը հայկական է։ Այս չափազանցություն չի, մինչև իր գալը դու գիտեք, ադրբեջանական սահմանը որտեղ էր Հայաստանից։ Բերը մցրելա ձեր տունը, հիմա էլ եկե ասում է դրան տեր կանգնեք։ Մենք մերժում ենք դա ու մերժելու ենք միասին։ Ու ասում ենք Հայաստանում ադրբեջանական տարածք չկա։ Հայաստանից զիջում անելու որևէ մետր չկա ու մենք միասին ի վիճակի ենք պահելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Համաձայն եք։ Ուրեմն Ժողովուրդ ջան, միասին տեր պետք է կանգնենք մեր ճակատագիրին։ Այո, մեր ճակատագիրը մեր ձեռքն է։ Մեր ճակատագիրը ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ էլ Վաշինգտոնում չի որոշվում։ Մեր ճակատագիրը որոշվում է Երևանում, Սիսիանում, Սևանում, Կապանում եւ Հայաստանում։ Հայ ժողովուրդը պետք է արտանա այս իրավիճակից։ Ինչ տեքստ, որ ստեղ ասում ենք, խորքի մեջ 21 թվին ասել ենք։ 21 թվին ասել ենք, խնդրել ենք, կոկորներս պատրել ենք, կոչ ենք արել, ամեն ինչ արել ենք, ասել ենք եկեք այս չարիքի դեմը առնենք։ Կարողացել է ձեզ խաբել։ Ձեզ չէ, այս դահլիճից դուրս շատ մարդկանց։ Այս անգամ պետքա թույլ չտանք ու այս խնդիրը միասին լուծենք։ Դրա լուծող թիմը կա, ծրագիրը կա, հնարավորությունը կա։ Հայ ժողովուրդը պետքա դուրս գա այս նվաստացած իրավիճակից ու գնա իր երազանքների հետևից, դա մենք կարող ենք անել ու անելու ենք միասին։ Միասին! Միասին! Կեցեք։